Ողջույն բոլորին, հարգելի YouTube դիտողներ։ Դուք այժմ լսում եք Youth Voices podcast-ը, որն իրականացվում է Pando ՀԿ-ի կողմից իրականացվող Youth Voices ծրագրի շրջանակներում բացված YouTube-յան անիքում եւ իրականացվում է Ախուրյանի երիտասարդական հաբի սաների կողմից։ Մեր podcast-ի տաղավարներում մենք հրավիրում ենք տարբեր հաջողությունների հասած երիտասարդների եւ այսօր մեր podcast-յան տաղավարում գտնվում է տարբեր հաջողությունների հասած Erasmus+-ների մասնակցած Զրաբ Գևորգյանը։ Ողջույն Զրաբ։ Ողջույն Մարիամ ջան։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն դուք։ Ես էլ եմ լավ, շնորհակալություն։ Եկեք միանգամից ֆիքսենք, որ խոսում ենք դույով, քանի որ մենք միմյանց հետ արդեն ծանոթ ենք, եւ քանի որ ծանոթացել ենք հայ-վրացական հավաքի ընթացքում, որը իրենից ներկայացնում էր ոչ ֆորմալ ծրագիր, արի հենց սկզբից սկսենք, թե ինչպես սկսեցիր մասնակցել ոչ ֆորմալ կրթական ակումբների ծրագրերի։ Դե իմ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասնակցությունը այդքան շուտ չի սկսվել, այս տարվա սկիզբ էր։ Ես հասկացա, որ դպրոցից ու համալսարանից բացի գոյություն ունի նաև իրական կյանքի դպրոցը, որը հենց ես գտել եմ ոչ ֆորմալ կրթական տարբեր ծրագրերի ընթացքում։ Շատ փոքր ժամանակվանից կարևորել եմ մարդկային շփումը եւ networking-ը արդեն եւ փոքր ժամանակվանից էլ սիրել եմ ինչ-որ նոր տեսակետերի փախվել, ինչ-որ նոր աշխարհայացքների ծանոթանալ եւ նոր մարդկանց հետ ծանոթանալ, իսկ ոչ ֆորմալ կրթական ծրագրերն էլ հենց խթանիչ էին հանդիսացել այդ իմ նախասիրություններին։ Անանի է, օրինակ ես էլ իմ մասով պատմեմ, ես այս ոչ ֆորմալ կրթական ծրագրերում ներգրավել եմ մոտավորապես մի 3 տարի առաջ, բայց այդքան ակտիվ չեմ եղել, այս վերջերս եմ նոր սկսել ակտիվանալ եւ այդ ամեն ինչը կապված էր ուղիղ կապված էր այդ ամեն ինչը նրա հետ, որ այստեղ Ախուրյանում բացվեց Ախուրյանի երիտասարդական հաբ երիտասարդական կենտրոնը, բայց մինչև այդ Ախուրյանում այդքան շատ բան չեմ ունեցել, ակտիվություն չեմ ունեցել, հիմնականում շեշտս դրվել էր Գյումրու վրա ու նաև Շիրակի մարզում հայկական Կարիտասի շրջանակներում եմ առաջին անգամ ծանոթացել այս ոչ ֆորմալ միջավայրին ու կարծում եմ դու էլ ես համաձայն, որ այդ ոչ ֆորմալ միջավայրը ավելի շատ մարդկային շփումներ է ապահովում կյանքի համար։ Իսկ Սրապ, ես գիտեմ, որ դու նաև Erasmus+-ի ես մասնակցել, ես չեմ մասնակցել ցավոք, բայց ուզում եմ մի փոքր փորձովդ կիսվես, օրինակ ինձ շատ հետաքրքիր է, թե դու ինչ փորձառություն ունեցար, ոնց գրանցվեցիր, կան ինչ-որ լայվ խաղեր, որոնցով կարող ես կիսվել, որ իմ նման անձնավորությունները նույնպես կարողանան դիմել հետագայում։ Դե Erasmus-ը, որը Լեհաստանում էր տեղի ունեցել, իմ համար առաջինն էր ու անկեղծ ասած մի քիչ բարդ փորձառություն էր գրանցումը։ Դիմել եմ երիտասարդների տան ծրագրերի շնորհիվ ու բավականին լավ փորձառություն էր իմ համար, առաջին երկրյա ծրագիրն էր։ Այդ ծրագիրը կոպիտ ասած մարտահրավերի էր նման, որովհետև դուք ես փորձում ես լիովին նոր միջավայրում, լիովին նոր մշակույթի մեջ եւ բավականին հաճելի էր նոր մարդկանց հետ ծանոթանալը, նոր աշխարհայացքներին ծանոթանալը եւ կյանքին մի ուրիշ աչքերով նայելը։ Ընտիր է, իսկ ինչ թեմայով էր Erasmus+-ը։ Erasmus+-ը էկոլոգիայի թեմայով էր ու հետաքրքիր մի հատ դասընթաց կար, որի ժամանակ մենք քննարկեցինք, թե Հայաստանից Լեհաստան հասնելու ընթացքում ինչ վնաս ենք տվել մենք տնությանը ու բավականին լավ փորձառություն էր այդ առումով, որովհետև նաև ծանոթանում ես, որ կա ինչ-որ միտեղ գնալ գալը նաև ազդում է բնության վրա։ Իսկ բնապահպանության առհասարակ հետաքրքրված ես։ Հա, որոշ ծրագրերի մասնակցել եմ։ Ինչքան իմացա դու էլ, չէ՞։ Հա, ես էլ առաջին ծրագիրս հենց հայկական Կարիտասում արևային էներգիայի մասին ծրագրերից մեկն էր, ու այդ ծրագրի շրջանակներում բնապահպանական գիտելիքներ եմ ստացել, հետո այդ ամեն ինչը կիրառել եմ, հիմա էլ ակտիվ այդ ամեն ինչը թեկուզ ծրագրից դուրս, բայց բոլոր տեղերում կիրառում եմ, հնարավորինս փորձում եմ բնությանը քիչ վնաս տալ։ Իսկ ինչն է քեզ, այսպես ասած, ճակատավոր դրդում, որ մասնակցես։ Օրինակ, ինչն է քո դուրը գալիս այս ոչ ֆորմալ կրթական ծրագրերում։ Դե ինչպես նշեցի, մարդկային շփումը իհարկե, ու ինչքան նոր մարդկանց հետ ես ծանոթանում, այնքան հասկանում ես, որ կյանքը միանշանակ չէ, ու ինչ-որ կարծրատիպեր միանշանակ չեն, եւ ավելին ու ավելին են ինչ-որ նոր կարծրատիպերը փշրվում եւ նոր աշխարհայացքներ ձևավորվում քո մոտ, եւ կարելի ասել, որ անհատը հենց ձևավորվում է այդ 5 կարծրատիպերի կոտրման շնորհիվ, այսպես։ Իսկ ինչ կարծրատիպերի ես բախվում։ Դե կարծրատիպերից օրինակ մեկը գենդերային հավասարության մի դասընթացի էի մասնակցել, որտեղ հենց մենտորը ես էի խմբի ու ծրագրի կազմակերպիչների մոտ հարց առաջացավ, թե ինչու եմ հենց ես տղա լինելով հանդերձ ընտրել գենդերային հավասարություն թեման, բավականին
մի քիչ բարդ ընտրություն էր իմ համար, որովհետև խմբումս բոլորը աղջիկ էին 10 հոգուց կազմված խումբ էր եւ մի քիչ բարդ ստացվեց մեր կոմունիկացիան, սակայն մեր թիմը top 10-ում էր վերջում ու առանձին շնորհակալություն հայտնեցին, որպես տղա լինելով հանդերձ ընտրեցի այդ թեման, այնպես որ իրականում ցավոտ է այդ թեման, որովհետև ես ինքս երբ որ մասնակցում եմ ծրագրերի, գնում եմ ինչ-որ ծրագրի, տեսնում եմ 90% աղջիկ են նստած, տղաները ընդամենը 10% են կազմում կամ միգուցե ավելի պակասով, բայց չնչին է այդ տարբերությունը։ Իսկ դու ինչ-որ կարծրատիպերի բախվել ես այդ առումով։ Հա, իրականում ես եմ կարծրատիպերի բախվել։ Առաջին, այսպես ասած, բախումը կարծրատիպերի հետ իմ մոտ եղավ այն, որ ես դպրոցում ֆիզիկայից շատ լավ եմ ու մաթեմատիկա, ֆիզիկա եմ շատ սիրում ու ընդհանրապես որ առհասարակ հիմա հարցնում են օրինակ որ հոսքում ես սովորում, ասում եմ ֆիզմատ, ասում են ոյ բոդո քո գործը չի, դու աղջիկ ես, պիտի գնաս պատմություն սովորես, լեզու, դու շատ լավ անգլերեն գիտես, ինչի օրինակ թարգմանիչ ես դառնում, դա ինչ քո գործն է, բայց դա կարծրատիպ է, որը պետք է կոտրել նստիս եւ չեմ կարծում, որ առարկաները, այսպես ասած, դրված են, ոյ, չէ, սա ֆիզիկա է, սա տղաների համար է, սա աղջիկների համար է, ու այդպես շատ չեմ լուրջ վերաբերվում այդ ամեն ինչին, փորձում եմ հնարավորինս քիչ նայել այդ կարծրատիպերին ու դրանց պատճառով իմ կյանքը թող չտուժի, այսպես ասեմ։ Հասկացա։ Իսկ ինչ կարծրատիպեր կան, որ դրանց հենց առօրյայում դու բախվում ես։ Օրինակ տղաների առումով այդ ոչ ֆորմալ ծրագրերի շրջանակներում, երբ որ օրինակ այս վերջերս մի հատ հյուր էինք ուզում հրավիրեն այստեղ, այդ տղան չեկա, որովհետև ասեց, որ իր ընկերները իր վրա կծիծաղեն։ Ուզում եմ հասկանամ, այդ խնդիրը կա օրինակ Գյումրիում, որովհետև դա քաղաքային միջավայր է, ու օրինակ դա տարբերվում է փոքր Ախուրյանից։ Ախուրյանը համայնք է, փոքր համայնք է, բնակավայր է, ու այստեղ բոլորը մեկը մյուսին ճանաչում են։ Ну, Գյումրին է փոքր քաղաք է, բայց ամեն դեպքում կա այդ կարծրատիպային մտածելակերպը քաղաքում, թե ամեն դեպքում տարբերություններ չկան։ Դե կարծրատիպային մտածելակերպը նորմալ է, դա բոլորը ունեն ու կարելի ասել, որ ծագում է մանկությունից, սակայն դրա նորմալ լինելով հանդերձ արդեն խնդիր է առաջանում, արդյոք մարդը պատրաստ է այդ կարծրատիպին մի այլ տեսանկյունից նայել եւ արդյոք այդ կարծրատիպը իրոքից կյանքային է եւ կյանքում գործում է թե ոչ։ Հայ, Գյումրիում կարծրատիպային մտածելակերպը քիչ թե շատ կա, բայց արդեն այս վերջերս բավականին քչացել է։ Ես կարծրատիպերի կոնկրետ իմ առումով չեմ բախվել, սակայն շատ տեսել եմ, թե ինչպես ինչ-որ որոշ ընտանիքներում աղջիկների հանդեպ այդ խտրականությունը կա, որ իրենց չեն թողնում, օրինակ, գնան ինչ-որ ծրագրերի գիշերակացով կամ ենթադրենք ինչ-որ մի հատ ծրագրի մասնակցեն, որի թեման իր ծնողներին դուր չի եկել ու կարծում եմ, որ բավականին շատ տաղանդներ ուղղակի կորչում են այն պատճառով, որ իրենց ծնողների կարծրատիպային մտածելակերպը չի թողել, որպեսզի նրանք առաջ գնան եւ առաջ խաղացում ունենան այդ ոլորտում։ Իրականում համաձայն եմ լրիվ, որովհետև իմ ծանոթների շրջանակներում են որ տեսնում եմ, մեկն ասում են, չէ, այս ծրագրին չեմ դիմի, որովհետև պապաս չի թողնում, բայց անկեղծ ասեմ, հիմա մեկնաբանությունները միգուցե ինձ քլնգեն, բայց ամեն դեպքում ես չեմ կարծում, որ այդպես կարելի է, այսպես ասած, բայց ծնողներին միգուցե հասկանում եմ, լավ, ծնողն է իր աղջկա համար անհանգստանում է, բայց երբ որ ասում են մեծ աղբերս չի թողնում, այդ ընդհանրապես չեմ ընդունում։ Չգիտեմ, միգուցե վաղ կա, այսպես ասած, բայց կարծում եմ, որ այդ թողնել չթողնելը փոխվստահության հարց է։ Օրինակ իմ առումով ասեմ, ես երբեք նման խնդրի չեմ բախվել տանը, որովհետև տանը փոխվստահություն կա իմ ու իմ ծնողների միջև, որովհետև իրենք գիտեն հստակ ես ուր եմ գնում, ինչի համար եմ գնում, իմ նպատակները գիտեն, ես էլ իրենց եմ վստահում եւ ամեն ինչ ասում եմ, ամեն ինչով կիսվում եմ, այսինքն ըստ իս դա փոխվստահության խնդիրն է, որ դրա պակասը կա ամեն դեպքում մեր մոտ։ Իսկ դու ինչ ես կարծում այս թեմայով, ինչից են գալիս այդ կարծրատիպերը։ Կարծրատիպերը հիմնականում ձևավորվում են սոցիումի մտածելակերպից, որ եթե ինչ-որ ընտանիքի մոտ դա նորմալ չէ, հետեւաբար մեր մոտ է նորմալ չպետք է լինի, որովհետև իրենց քննադատությանը կարժանան այդ գործողությունը ու կարծում եմ, որ հա այդ կարծրատիպերը նաև կախված են մարդկանց փոխվստահությունից ու երեխայի մոտ պետք է իր ծնողների հետ կիսվելը ոչ թե լինի ինչ-որ պարտադրանք կամ ինչ-որ պատասխանատվության զգացումից զգալացող արարք, այլ ինքը պետք է այդ կարիքը զգա, որ իր ծնողի հետ կիսվի, որ ինչ-որ խորհուրդ ստանա, որ ինչ-որ նաև մոտի ստանա իր հետագա գործունեության համար։ Իսկ բացի այս թեմայից այլ հետաքրքրություններ ունես։
Դե իմ հետաքրքրությունները կախված են թե տվյալ կյանքի փուլում ես ինչով եմ ուզում զբաղվել ու փոքր ժամանակվանից ունեցել եմ մի հատ սովորություն, որ ես կարող եմ զբաղվեմ ընդհանրապես իրար հետ կապ չունեցող հոբիներով, այսպես ասած, հա։ Տվյալ բանին ես սովորում եմ Չէ, փակակից բաց եմ, սրապա ֆիզիկայից է լավ, մաթեմատիկայից է լավ, բայց միևնույն ժամանակ ուսումնասիրում եմ մարդու իրավունքներ, ամեն ինչում սրապին կարելի է տեսնել, ու իրականում դա ստից շատ լավ է։ Ինչպես ասես Մարիամը, ես դպրոցում սովորում եմ ֆիզմատ բաժնում ու դրա հետ զուգահեռ նաև մասնակցում եմ ծրագրերի, որոնք ընդհանրապես ֆիզիկայի ու մաթեմատիկայի հետ կապ չունեն։ Օրինակ, ես վերջերս մասնակցել եմ մի հատ ծրագրի, որը կապված է մարդու իրավունքների հետ ու կարելի ասել, որ այդ ոլորտն է բավականին շատ դուր եկավ, սակայն այսքան դրական կողմերից բացի նաև ունի բացասական կողմը, որ ինչ որ հետագա մի հատ մասնագիտություն չեմ կարող ընտրել իմ համար ու կուզենայի օրինակ քո կարծիքը լսել էլի, դու ինչ հետաքրքրություններ ունես այդ առումով, մասնագիտություն ունես, թե չէ։ Չէ, ես էլ դեռ վերջնականապես չեմ կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում։ Ես էլ էլի իմ շրջանները բավականին մեծ, ես էլ եմ տարբեր բաներով հետաքրքրվում, ֆիզիկայել եմ շատ սիրում, մաթեմատիկայել, այս ոչ ֆորմալ կրթական ծրագրերն են իմ դուրը գալիս, բնապահպանություն բան, բայց ըստիս եթե քոնը այսպես ֆիզմատ ու հումանիտար է, իմը գոնե գիտեմ, որ մոտավոր բնագիտականի շրջանում է, չնայած հումանիտար գիտություններից էլ լավ եմ եւ դպրոցում շատ լավ սովորում եմ, օլիմպիադաներին էլ միշտ մասնակցում եմ։ Ամեն դեպքում, չգիտեմ, ես էլ դեռ վերջնականապես չեմ կողմնորոշվել ու համաձայն եմ քո հետ, որ իրոք, երբ որ հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է, մենք արդեն չենք կարողանում կողմնորոշվել, թե կոնկրետ որն է մեզ պետք եւ որն է ամենահետաքրքիրը մեզ համար, բայց միգուցե ամենալավ լուծումը, այսպես ասած, կլինի այն, որ փորձենք համատեղել, միգուցե այդպես ստացվի, որովհետև մենք էլ մեր տեսակով ենք այսպեսին։ Դե իմ կարծիքով այդ ոլորտների բազմազանությունը թույլ է տալիս մարդուն ավելի շատ լավ ճանաչել մյուս մարդկանց ու իրենց շրջանակների մեջ ընդգրկվել, որը նաև նպաստում է հետագա նետվորքինգի զարգացմանը ու ինչպես բոլորս էլ գիտենք, ծանոթները շատ լավ բան են կյանքում։ Մանավանդ Հայաստանում, որ ասում են Հայաստանում ծանոթով պիտի առաջ գնաս, ու եթե քո բախտը չի բերելու միանգամից ծնված ժամանակ ծանոթ չունես նախարարությունում էստեղ այնտեղ, այդ դեպքում գոնե պիտի այսպիսի ծրագրերի մասնակցելով գոնե փորձես առաջ գնալ, նո ծանոթ ունենալը բնականաբար չենք հասկանում այն կոնտեքստում, որ մենք ոչ մի բան չենք հասկանում, մեզ առաջ են տանում, բայց մենք այդ բանը կարող ենք այսպես ասած օգտագործել, որ գոնե այնտեղ մեզ ճանաչեն, իմանան մեր պոտենցիալը եւ հետագայում, եթե ինչ-որ ծրագրեր լինեն, որոնց համար մենք հարմար տեխնացու կլինենք, գոնե իմանան մեզ մասին եւ մեզ հրավիրեն այնտեղ թեկուզ մասնակցելու։ Հա, մարդկային կապն է արդեն։ Մարդկային ռեսուրսն է ու հմտություն պետք է ունենաս, որպեսզի ճիշտ կիրառես ու նորմալ բան։ Հենց հաղորդակցման հմտություններ, եթե չեմ սխալվում, այդպեսի բաժին էլ կա, չէ՞, հենց ամերիկյան համալսարանում մարդիկ գնում են, սովորում են, որ կարողանան մարդկանց հետ ճիշտ շփվել, ու բավականին դժվար է, հա, մարդկանց հետ։ Բայց թե իրական շփման սկզբունքները զարգանում են, երբ մարդ ինքն իրեն մենակ օրինակ նստած մտածում է, թե ինչ կարելի է անել հետագա շփման ավելի զարգացմանը, իմ կարծիքով, ու մարդ պետք է իր մեջ ընտրի այն սխալները կամ այն ճիշտերը, որ նա կատարել է իր շփման ընթացքում ու փորձի բարելավել դրանք։ Իհարկե։ Նաև անընդհատ ինքնազարգանալով, ինքնակրթվելով կան նաև գրքեր, որոնք մարդկային շփման մասին են, օրինակ ես կարդում եմ ընթացքային, ու որ ասեմ այդպես շատ օգուտ են տալիս, ամեն դեպքում չէ, որովհետև շատ բաներ կան, որ կյանքում կոնկրետ մեր միջավայրում շատ չեն ազդում, դե գիտենք, որ Հայաստանում այդքան շատ չկան գրողներ, որպեսզի այդ ամեն ինչի մասին խոսեն, հիմնականում թարգմանություններն են, որոնք գրել են ամերիկացիները, ու դա ոնց որ ամերիկյան միջավայրից էստեղ շատ ոնց որ չի ազդում այդ կանոնները իրենց, այսպես ասած, դրա համար խրախուսում ենք հարգելիներս, որ եթե դուք տիրապետում եք այդպիսի հմտությունների, դուք այդ գրքեր գրեք, որպեսզի մենք կարողանանք հայկական միջավայրում մեզ դրսևորել։ Հորդոր եւ պահանջ։ Իսկ դու այս առումով ինչ ես անում, օրինակ մարդկային ռեսուրսներ, այսպես ասած, ձեռք բերելու համար, ինչ հմտություններ ես կիրառում, որպեսզի կարողանաս մարդկանց հետ ավելի հեշտ լեզու գտնել։ Օրինակ, ես նկատել եմ, դու բավականին անմիջական, բաց անձնավորություն ես, բայց օրինակ նաև ասեմ, որ շատ չես սիրում քո մասին պատմել, ուզում ես մյուսների մասին անընդհատ իմանալ։ Դրա համար ես այդքան բան չգիտեմ քո մասին։ Դե բաց լինելը, մարդկանց հանդեպ անմիջական լինելը, այդքան էլ հեշտ տրվող
հմտություն չէ ու դրան ավելի շատ հասնում են, քան թե ծնված ժամանակվանից լինում է մարդու մոտ ու ես դրան հասել եմ այն նրա շնորհիվ, որ մարդկանց հետ ավելի շատ եմ շփվել, ինչ որ նոր հմտություններ եմ ձեռք բերել ու փորձել եմ մարդկանց հետաքրքրություններով հետաքրքրվել։ Մի քիչ բան ինչպես, բայց երբ որ օրինակ մարդը զբաղվում է ֆուտբոլով, դու իր հետ շփման համար ինչ որ ֆուտբոլի վերաբերյալ, չգիտեմ, գրականություն ես կարդում կամ նայում ես ու հետագայում իր հետ շփվում ես, ասում ես, հա, այս ֆուտբոլի թիմը այսպես, այնպես ու դրանով էլ հենց զարգանում է մարդկային շփումը ու դա մարդկային շփման ամենակարևորագույն սկզբունքներից է իմ կարծիքով, էլի։ Օրինակ նայի, այս որ ասեցիր, օրինակ նաև պատկերացրեցի, որ այս ամեն ինչից նաև գալիս է այն բանը, որ մենք բոլորս պիտի լինենք բազմակողմանի զարգացած, որովհետև տարբեր մարդիկ տարբեր են, տարբեր միջավայրերում, երբ գնում ենք, պիտի գոնե բազմակողմանի զարգացած, այսպես ասած, լինենք, որ կարողանանք ամեն ինչից մի քիչ իմանանք, որ զրուցելու ժամանակ մենք մեզ հիմար չզգանք, կարողանանք դիմացինին ինչ-որ բան ասել ու դիմացինեն մեզ ասի, ու անընդհատ պետք է սովորել դիմացինից, չպիտի մենք միշտ ասենք, իրականում այդպիսի թեորիա կա, եթե չեմ սխալվում, որ յուրաքանչյուր մարդ իրեն իր դիմացինից ավելի խելացի է համարում, չնայած միգուցե դա ինչ-որ ֆակտ չլինի կամ ինչ-որ հաստատված բան չլինի, բայց ամեն դեպքում յուրաքանչյուր մարդ նախ եւ առաջ իրեն բոլորից խելացի է համարում, դա ենթագիտակցորեն է այդպես, ու ըստիս պետք է այդ բանը մի փոքր կոտրել տարիների ընթացքում ու սկսել սովորել մյուսներից։ Ես մի հատ ուսուցիչ ունեի, ինքը մեզ ասում էր, գիտեք երեխեք ջան, ես չեմ գալիս այստեղ ձեզ սովորեցնելու, ես գալիս եմ իմ ֆիզիկայի գիտելիքները ձեզ տալու ու գալիս եմ որպեսզի ձեզնից բան սովորեմ։ Ու այդպես էլ եղավ, ինքը մինչև հիմա ինչ որ բաներ ասում է, ես ձեզնից այս բանը սովորեցի։ Հա, ճիշտ ես ասում, մարդը անպայման պետք է բազմակողմանի զարգացած լինի, որովհետև ինչ որ մի հատ խորը մասնագիտացում ունեցող մարդը ու մենակ այդ ուղղության զարգացած մարդը շատ հեշտ է փոխարինվում, որովհետև շուկայում այդպիսի մարդիկ շատ են, այդպիսի համալսարանի բաժնում սովորածներ շատ են, իսկ երբ որ օրինակ մարդ ունենում է իրար հակասող ինչ-որ տարբեր մասնագիտություններ, տարբեր հետաքրքրություններ, այդ դեպքում մարդուն ինչ որ պիտակավորելը համ բարդ կլինի, սակայն այդ մարդուն հեշտ է ճանաչելը այդ առումով։ Համաձայն եմ լրիվ, ու նաև այստեղ նաև կրթության այդ խնդիր կա, որ նաև մարդիկ այստեղ ավելի շատ են բազմակողմանի զարգացած, ու իսկ այլ երկրներում ես նկատել եմ, որ այդքան էլ բազմակողմանի չի, այսինքն ինչ որ մեկը, չգիտեմ, ֆիզիկայի մասնագետ է, մենակ ֆիզիկա գիտի, ուրիշ ոչ մի բանից չի կարող խոսել։ Դե կանեմ ամեն։ Շնորհակալություն շատ Սրապ ջան, շատ հաճելի էր եւ շատ ուրախ ենք, որ մեզ չմերժեցիր եւ հյուրընկալվեցիր մեր ոդքասթի տաղավար։ Իսկ դուք հարգելի YouTube դիտողներ, եթե ոդքասթը լսեցիք մինչև այս րոպեն, ապա այդ դեպքում մեկնաբանությունների դաշտում պլյուս դրեք եւ գրեք, թե հաջորդում կարող ենք հրավիրել մեր ոդքասթի տաղավարում։ Ցտեսություն։ Ցտեսություն։